Ինչ կլիներ, եթե մի ամբողջ ազգ իր Աստծուն աղոթեր մի լեզվով, որը չէր հասկանում։ Սա ոչ թե հարց է, այլ հայ ժողովրդի իրականությունը։ Մի ամբողջ ազգի ճակատագիր կախված էր մեկ մարդուց։ Երբ բոլոր մարդկային ջանքերը սպառվեցին, երբ թագավորներն ու կաթողիկոսները հուսահատվեցին, տեղի ունեցավ անհնարինը։ Խուցի քարե պատին հայտնվեց մի լուսեղեն ձեռք և գծեց տառեր, որոնք պետք է փրկեին Հայաստանը։ Բայց սա հրաշքի ավարտը չէր, սա միայն սկիզբն էր։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես հենց եկեղեցու ներսում ամենաազդեցիկ հոգևորականները փորձեցին ոչնչացնել այդ աստվածային այբուբենը, այն անվանելով վտանգավոր հերետիկոսություն։ Ինչպես համարձակվեցին նրանք, բայց ամենակարևորը դուք կիմանաք այն մեկ նախադասության մասին, որը թարգմանվեց առաջինը։ Այդ խոսքերը դարձան գաղտնի կոդ, որը մինչ օրս ձևավորում է յուրաքանչյուր հայի մտածելակերպը։ Դուք ցնցված կլինեք, երբ իմանաք, թե որն է այն։ Այս պատմությունը ոչ թե անցյալի մասին է, այլ ձեր ԴՆԹ-ի։ Այն բացատրում է, թե ինչու ենք մենք այնպիսին, ինչպիսին կանք։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը։ Տեսնենք, թե աշխարհի որ ծայրերում է հնչում հայոց լեզուն։ Վաղարշապատի սրտում, ուր միացնի լույսն էր իջել, խոր լռություն էր տիրում։ Բայց դա խաղաղության լռություն չէր։ Դա հոգու լարված, գրեթե խեղդող լռություն էր, մի լռություն, որը ծանրացել էր դարերի անպատասխան աղոթքներից։ Սուրբ Էջմիածնի մատենադարանի խորքերում, որտեղ օդը հագեցած էր հնամենի մագաղաթի բույրով, չորացած թանաքի դառնահամ հոտով և մեղրամոմի քաղցր սրբազան բուրմունքով, մի քանի վանականներ կռացել էին հունարեն և ասորերեն ձեռագրերի վրա, որոնք բերվել էին Կեսարայից ու Եդեսիայից։ Նրանց դեմքերը, որոնք լուսավորված էին ճրագների տատանվող անհանգիստ լույսով, արտահայտում էին խորը կենտրոնացում և նույնքան խորը անծայրացիր տառապանք։ Նրանք փորձում էին Աստծո խոսքը թարգմանել, բացատրել մի ժողովրդի, որը աշխարհում առաջինն էր պետականորեն ընդունել Քրիստոսին, բայց խոսում էր մի լեզվով, որով Աստված դեռ չէր խոսել։ Այդ վանականների մեջ էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, 45 տարեկան մի այր, որի հոգին վառվում էր առաքելության կրակով։ Նրա աչքերը, որոնք սովորաբար փայլում էին իմաստությամբ և անսահման բարությամբ, այժմ մթաքնել էին անքուն գիշերների հոգնությունից և հոգու խորքից բխող հուսահատությունից։ Ամեն մի օտար բառ, ամեն մի անծանոթ հնչյուն, որ նա փորձում էր հարմարեցնել հայերենի հնչյունային հարուստ համակարգին, կարծես սուր խոցում էր նրա սիրտը։ Նա ֆիզիկապես զգում էր իր ժողովրդի հոգևոր ծարավը։ Նա տեսնում էր, թե ինչպես են մարդիկ եկեղեցում կանգնում, լսելով անհասկանալի լեզուներով ընթերցվող ավետարանը, և նրանց աչքերում տեսնում էր ոչ թե ըմբռնման լույս, այլ միայն խոնարհ, բայց տխուր հնազանդություն։ Սա հոգևոր խավար էր, մի խավար, որը սպառնում էր կլանել լուսավորչի սերմած լույսը։ Նրա կողքին, նույնքան լուռ և մտահոգ, նստած էր հայոց կաթողիկոս Սուրբ Սահակ Պարթևը, լուսավորչի տոհմի վերջին շարավիղը։ Նրա ձյունաթույր մորուքը իջնում էր կրծքին, իսկ իմաստուն աչքերը նայում էին ոչ թե մագաղացներին, այլ ավելի հեռու, դեպի Հայաստանի անորոշ ապագան։ Նա, որպես ազգի հոգևոր հայր, զգում էր վտանգը ոչ թե որպես վերացական գաղափար, այլ որպես սառը, շոշափելի իրողություն։ Առանց մայրենի լեզվով Աստվածաշնչի, առանց սեփական գրի, հայ ժողովուրդը նման էր մի նավի, առանց խարսխի և առանց ղեկի, որին պատմության քամիները կարող էին ցանկացած պահի քշել դեպի բյուզանդական ձուլման կամ պարսկական հեթանոսության մահաբեր ժայռերը։ Վտանգը շոշափելի էր։ Մեսրոպ հանկարծ խախտեց լռությունը Սահակ Պարթևի խորը, հայրական ձայնը, որը կարծես դուրս էր գալիս ոչ թե նրա կրծքից, այլ հենց հայոց հողի սրտից։ Մեր ժողովուրդը սոված է, մենք նրանց տալիս ենք ոչ թե հաց, այլ հացի տեսքով քարեր։ Նրանց հոգիները չորանում են ծարավից, իսկ մենք նրանց տալիս ենք ավազ։ Մաշտոցը դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում արցունքներ փայլեցին, բայց դրանք զայրույթի կամ հուսահատության արցունքներ չէին, այլ անզորության դառը ցող։ Սուրբ Հայր, իմ հոգին այրվում է այս անզորությունից։ Ես ճանապարհորդել եմ, ուսումնասիրել եմ, փնտրել եմ ամենուր, բայց մեր լեզվի բանալիները կորած են, կարծես թե թաղված են Նոյի տապանի հետ Արարատի գագաթին։ Աստծո խոսքը մեր շուրթերին է, բայց մենք չենք կարողանում այն փոխանցել մեր զավակների սրտերին։ Մենք խուլերի համար քարոզողներ ենք, կույրերի համար նկարիչներ։ Նրա խոսքերը կախվեցին օդում, ծանր ու խեղդող։
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի ներքին պայքար էր ընթանում այդ մարդու հոգում։ Նա գիտեր հունարեն, ասորերեն, պարսկերեն, բայց հենց իր մայրենի լեզուն էր նրա համար մնում փակ գիրք։ Այդ պահին նրանց զրույցին մի երիտասարդ, բայց արդեն իսկ իր խորագիտությամբ և սուր մտքով հայտնի վարդապետ Եզնիկ Կողբացին։ Նրա հայացքը սուր էր, իսկ հավատքը անսասան։ Նա լսում էր իր ուսուցիչների խոսքերը և նրա սրտում կարեկցանքի հետ միաժամանակ ծնվում էր մի համարձակ միտք։ «Սուրբ հայրեր», ասաց նա հարգանքով, բայց առանց վարանելու, «գուցե մենք փնտրում ենք այնտեղ, որտեղ այն երբեք չի եղել։ Գուցե պատասխանը ոչ թե մարդկային գիտության փոշոտ գրքերում է, այլ աստվածային հայտնության կենդանի լույսի մեջ։ Մենք փորձում ենք մարդկային մտքով բացել մի դուռ, որի բանալին միայն Աստծո ձեռքում է»։ Սակայն այդ խոսքերը որքան էլ ճշմարիտ լինեին, այդ պահին թվում էին հեռավոր, գրեթե անհասանելի մխիթարություն։ Խնդիրը հսկայական էր, իսկ լուծումը աներևակայելի։ Հայաստանը, որ քաղաքականապես բաժանված էր երկու կայսրությունների միջև, այժմ կանգնած էր հոգևոր անդունդի եզրին։ Եվ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ անդունդի եզրից սկսվելու էր հայ ազգի ամենափառահեղ թռիչքներից մեկը։ Բայց դա միայն սկիզբն էր։ Ճանապարհը դեռ պետք է անցներ փորձությունների, մերժման և անհավատության միջով, որոնք կփորձեին խեղդել աստվածային լույսը նախքան դրա ծնվելը։ Հայոց աշխարհը դարձել էր Քրիստոսի առաջին պաշտոնական հարսնացուն աշխարհում, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը խոր վիրապի խավարից դուրս բերեց լույսը, մկրտելով Տրդատ թագավորին և նրա հետ մի ամբողջ ազգ։ Սա աննախադեպ հաղթանակ էր։ Բայց հաղթանակը լիարժեք չէր։ Ինչպես կարող էր ժողովուրդն իսկապես ճանաչել Աստծուն, եթե նրա խոստը հնչում էր օտար, անհասկանալի լեզվով։ Սա մի հաղթանակ էր, որը կարող էր վերածվել պարտության։ Պատարագը մատուցվում էր հունարենով կամ ասորերենով։ Քահանաները, որոնք կրթություն էին ստացել Կեսարիայի կամ Եդեսիայի դպրոցներում, կարդում էին Սուրբ Գիրքը։ Բայց հավատացյալների մեծ մասը լսում էր միայն մեղեդին, առանց հասկանալու բառերի կենարար իմաստը։ Աղոթքը վերածվում էր ծեսի, ոչ թե սրտի անկեղծ զրույցի արարչի հետ։ Եկեղեցիների քարե պատերը, որոնք զարդարված էին նորելուկ խաչքարերով և որմնանկարներով, լուռ վկաներն էին մի հոգևոր ողբերգության։ Ազգը հավատում էր, բայց չէր ճանաչում։ Աստծո տունը կառուցված էր, բայց դռները փակ էին։ Այս հոգևոր վակումը մահացու վտանգավոր էր նաև քաղաքականապես։ Հզոր բյուզանդական կայսրությունը արևմուտքից փորձում էր իր հունալեզու մշակույթով և քաղաքեդոնական դավանանքով կլանել Հայաստանը, վերածելով այն իր արևելյան նահանգներից մեկի։ Արևելքից Սասանյան Պարսկաստանը սպառնում էր զրադաշտականության կրակով այրել քրիստոնեական հավատքի նորատունկ ծառը, վերադարձնելով հայերին իրենց նախնիների հավատքին։ Հայաստանը գտնվում էր երկու հսկաների մամլիչների միջև, և նրա միակ զենքը, հավատքը, կարծես թերի էր, անզոր։ Առանց սեփական գրի և գրականության, ազգային ինքնությունը դատապարտված էր լուծարվելու։ Սուրբ Սահակ Պարթևը, լինելով լուսավորչի տոհմի վերջին շարավիղը, այս ամենը տեսնում էր մարգարեական հայացքով։ Նա հասկանում էր, որ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, հայ առաքելական եկեղեցին կամ կդառնա հունական եկեղեցու մի թեմ, կամ կջախջախվի պարսկական սրի տակ։ Մի օր Վահար-շաբաթում հրավիրված եկեղեցական ժողովի ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի բոլոր ծայրերից եկած եպիսկոպոսներն ու վարդապետները, նրա ձայնը որոտաց տաճարի գմբեթների տակ։ «Հայրեր և եղբայրներ», ասաց նա, իր հայացքով խոցելով յուրաքանչյուրին, «մենք կառուցում ենք տաճարներ քարից, բայց մեր ժողովրդի հոգու տաճարը դատարկ է։ Մենք նրանց մկրտում ենք ջրով, բայց չենք կարողանում նրանց հոգիները լվանալ խոսքի կենդանարար ջրով։ Եկել է ժամանակը ստեղծելու մեր սեփական զենքը, Հայոց գիրը, որը կլինի մեր հոգու սուրը և մեր հավատքի վահանը»։ Այս խոսքերը հզոր էին, բայց դրանք նաև առաջացրին մոտալուտ պայքարի առաջին նշանները։ Որոշ եպիսկոպոսներ, որոնք կրթվել էին հունական միջավայրում և հիանում էին հունական մշակույթով, թերահավատորեն էին վերաբերվում այս գաղափարին։ Նրանց համար հունարենը աստվածաբանության սուրբ, անփոխարինելի լեզուն էր, և ցանկացած նորամուծություն կարող էր դիտվել որպես վտանգավոր շեղում, գուցե նույնիսկ հերետիկոսություն։ Պայքարը լինելու էր ոչ միայն արտաքին թշնամիների, այլև ներքին կարծրատիպերի և վախերի դեմ։ Եվ այդ պայքարի կենտրոնում կանգնած էր Մեսրոպ Մաշտոցը, մի մարդ, ով իր վրա էր վերցրել անհնարին թվացող առաքելությունը։ Նա պետք է ապացուցեր, որ հայերենը նույնպես կարող է լինել Աստծո լեզու։
Մաշտոցի և Սահակի նախաձեռնությունը ստացավ Վրամշապհու հարքայի լիակատար աջակցությունը։ Հոգևոր և աշխարհիկ իշխանությունները միավորվեցին մեկ նպատակի շուրջ, որը թվում էր այնքան պարզ ու տրամաբանական, բայց ինչպես հասնել այդ նպատակին։ Առաջին քայլը թվում էր հեշտ և խոստումնալից՝ փնտրել արդեն գոյություն ունեցողը, օգտվել ուրիշի փորձից։ Լուրեր էին պտտվում, որ հյուսիսային Ասորիքում ապրում է մի ճգնավոր եպիսկոպոս Դանիել անունով, ով ունի հայերենի հնչյուններին համապատասխանող գրեր։ Հույսի շող փայլատակեց վաղաշաբաթի մթնոլորտում։ Գուցե Աստված արդեն պատրաստել էր ճանապարհը։ Մաշտոցը, որի հոգին այրվում էր անհամբերությունից, առանց վարանելու մի խումբ աշակերտների հետ ճանապարհ ընկավ դեպի հյուսիսային Միջագետք։ Երկար ու ձիգ փոշոտ ճանապարհորդությունից հետո, որը տևեց շաբաթներ, նրանք գտան Դանիել եպիսկոպոսին և մեծ խանդավառությամբ, աղոթքներով ու շնորհակալական խոսքերով ստացան նրանից Այբուբենը, որը պատմության մեջ մտավ որպես Դանիելյան գրեր։ Մաշտոցը շտապ վերադարձավ վաղարշաբաթ, իր հետ բերելով այն, ինչը կարծում էր, թե ազգի փրկությունն է։ Թվում էր, թե խնդիրը լուծված է։ Սկսվեց ուսուցման բուռն գործընթացը։ Դպրոցներ բացվեցին, աշակերտներ հավաքվեցին ողջ Հայաստանից։ Բայց շատ շուտով ուրախությունը փոխարինվեց դառը, սարեցնող հիասթափությամբ։ Պարզվեց, որ Դանիելյան գրերը լիովին անհամապատասխան էին հայերենի հարուստ և բարդ հնչյունային համակարգին։ Նրանք չէին կարողանում արտահայտել հայոց լեզվի նրբությունները, կոշտ և փափուկ հնչյունները, շնչեղ և խուլ բաղաձայնների տարբերությունները։ Այդ գրերով գրված տեքստը կարդալը նման էր գեղեցիկ երգը խորդուբորդ, աններդաշնական հնչյուններով կատարելուն։ Դա ոչ թե թարգմանություն էր, այլ աղավաղում։ Դա սպանում էր լեզվի հոգին։ Սա ջախջախիչ հարված էր։ Ողջ աշխատանքը, բոլոր հույսերը, բոլոր աղոթքները կարծես զուր էին անցել։ Թերահավատները, որոնք միջ այդ լռում էին, սկսեցին բարձրաձայնել իրենց կասկածները։ «Տեսնում եք», շշնջում էին նրանք եկեղեցու անկյուններում, «Աստված չի կամենում, որ մենք մեր սեփական գրեր ունենանք։ Հունարենն է մեզ տրված որպես կատարյալ, աստվածային լեզու։ Սա նշան է, որ մենք պետք է խոնարհվենք և ընդունենք Բյուզանդիայի հոգևոր առաջնորդությունը»։ Այս ձայները, թեև փոքրաթիվ, բայց թունավոր էին, քանի որ սերմանում էին անվստահություն և պարտվողականություն։ Մաշտոցը հայտնվեց խորը հոգևոր ճգնաժամի մեջ։ Նա փակվեց իր խցում, օրեր շարունակ աղոթելով և ծոմ պահելով։ Նա դիմում էր Աստծուն, հարցնելով, թե ինչու է այս փորձությունը ուղարկվել իրենց։ Մի երեկո, երբ նա լիովին ուժասպառ էր, և նրա հոգին նման էր մոխրացած դաշտի, նրա մոտ եկավ Սահակ պարթևը։ Նա ձեռքը դրեց Մաշտոցի ուսին։ «Որդյակ իմ», ասաց նա հայրական քնքշությամբ, «մենք փորձեցինք գտնել պատասխանը մարդկանց մոտ և ձախողվեցինք։ Դա նշան է, որ մենք պետք է այն փնտրենք միայն Աստծո մոտ։ Մարդկային գիտությունը սպառվեց, հիմա պետք է սկսվի աստվածային իմաստությամբ փնտրտուքը»։ Այս խոսքերը նոր ուժ տվեցին Մաշտոցին։ Նա հասկացավ, որ իր առաքելությունը ոչ թե պարզապես գտնելն էր, այլ ստեղծելը, ոչ թե փոխառելը, այլ ծնելը։ Նա որոշեց նորից ճանապարհ ընկնել, բայց այս անգամ ոչ թե կորած գրեր փնտրելու, այլ ուսումնասիրելու աշխարհի տարբեր այբուբենների կառուցվածքը, սկզբունքները, որպեսզի Աստծո օգնությամբ կերտի բոլորովին նորը, հայկականը, որը կծնվի հենց հայոց հողից ու հոգուց։ Հակամարտությունը մտավ նոր, ավելի խորը փուլ։ Խնդիրը այլևս տեխնիկական չէր, այն դարձել էր հոգևոր, և այդ հոգևոր պայքարում Մաշտոցը պետք է մենակ մնար Աստծու առաջ։ Մաշտոցի նոր ճանապարհորդությունները նրան տարան դեպի Եդեսիա և Սամոսատ, այն ժամանակվա գիտական և մշակութային խոշոր կենտրոններ, որտեղ դեռևս պահպանվում էր հելլենիստական աշխարհի իմաստությունը։ Նա օրեր ու գիշերեր էր անցկացնում գրադարաններում, ուսումնասիրելով հունարյան, ասորական, եթոպիական գրային համակարգերը։ Փորձելով յուրաքանչյուրից քաղել օգտակարը, գտնել այն ոսկե հատիկը, որը կօգներ իրեն։ Բայց որքան շատ էր նա սովորում, այնքան ավելի էր համոզվում, որ հայերենը պահանջում է իրեն ուրին եզակի բանալին։ Ոչ մի օտար այբուբեն չէր կարող ամբողջությամբ բացել հայոց լեզվի գանձարանը։ Դա նման էր ուրիշի բանալիով սեփական տան դուռը բացելու փորձի, անհնար էր։
Հայաստանում, սակայն, իրավիճակը գնալով սրվում էր։ Դանիելյան գրերի ձախողումը քաջալերել էր հունամետ հոգևորականներին, որոնք այժմ իրենց դիրքերն ավելի ամուր էին զգում։ Նրանք սկսեցին բացահայտ քարոզել, որ հայերենը բարբարոս լեզու է, որը պիտանի չէ բարձր աստվածաբանության համար, եւ որ այն ստեղծված է միայն կենցաղային շփման, առևտրի ու զինվորական հրամանների համար։ Ինչպես կարող ենք լոգոս հասկացությունը թարգմանել հայերենով, առանց կորցնելու դրա աստվածային խորությունը, հռետորական հարց էին տալիս նրանք ժողովների ժամանակ։ Այս քարոզչությունը վտանգավոր էր, քանի որ այն սասանում էր ժողովրդի հավատը սեփական ուժերի և սեփական լեզվի նկատմամբ։ Ինչ կասեն հավատացյալները, գործոնը դարձավ ճնշող ուժ։ Ժողովրդի մեջ շփոթություն էր առաջացել։ Ոմանք հավատում էին Մաշտոցի առաքելությանը, մյուսները տատանվում, իսկ երրորդները ենթարկվում հունամետների ազդեցությանը։ Եկեղեցու հեղինակությունը վտանգված էր։ Եթե ազգի հոգևոր առաջնորդները չկարողանային միասնական լինել այս հիմնարար հարցում, ինչպես կարող էին առաջնորդել իրենց հոտին։ Եկեղեցու պատիվը դրված էր կշեռքին։ Այս անորոշությունը կարող էր հանգեցնել պառակտման։ Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ Պարսից արքունիքից Տիզբոնից լուրեր հասան։ Իմանալով Հայաստանում տիրող ներքին տարաձայնությունների մասին, պարսիկները ակտիվացրել էին իրենց գործակալներին։ Նրանք սկսել էին գաղտնի քարոզել, թե քրիստոնեությունն է թուլացրել հայերին, և որ վերադարձը դեպի հզոր նախնիների հեթանոսական հավատքը կամ զրադաշտականությունը կվերականգնի Հայաստանի նախկին փառքը։ Սա ուղիղ հարված էր ոչ միայն Մաշտոցի գործին, այլև Հայաստանի քրիստոնեական ապագային։ Վտանգը դարձավ մահացու։ Սահակ Պարթևը հրավիրեց արտակարգ ժողով Էջմիածնի մայր տաճարում։ Լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Օդը կարծես թանձրացել էր և դժվար էր շնչել։ Կաթողիկոսը դիմեց ներկաներին խիստ, բայց հուսահատ ձայնով. «Մեր թշնամիները օգտվում են մեր անգրագիտությունից։ Նրանք մեր ժողովրդի հոգիները գողանում են, որովհետև մենք չենք կարողանում այդ հոգիները սնել Աստծո ճշմարիտ խոսքով։ Մաշտոցը մեր միակ հույսն է։ Եթե նա ձախողվի, մենք բոլորս կձախողվենք, և պատմությունը մեզ չի ների»։ Այդ պահին բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի հեռավոր Սամոսատ, որտեղ միայնակ մի վանական իր ուսերին էր կրում մի ամբողջ ազգի հոգևոր ճակատագիրը։ Ճնշումը դարձավ գրեթե անտանելի, մարդկային բոլոր ջանքերը սպառվել էին, բոլոր ճանապարհները փակ էին, մնացել էր միայն մեկ ճանապարհ՝ դեպի վեր, դեպի Աստված։ Բայց արդյոք Աստված կպատասխաներ։ Սամոսատ քաղաքի մի խուլ անկյունում, փոքրիկ խցում, Մեսրոպ Մաշտոցը ծնկի էր իջել։ Օրեր ու գիշերներ էին անցել անդադար աղոթքի, ծոմապահության և մտավոր տանջանքների մեջ։ Նա ուսումնասիրել էր ամեն ինչ, ինչ հնարավոր էր, հասել էր մարդկային գիտելիքի սահմանին, և այդ սահմանից այն կողմ միայն խավար էր ու անորոշություն։ Նրա մարմինը հյուծվել էր, բայց հոգին վառվում էր ինչպես երբեք։ Նա այլևս չէր խնդրում Աստծուն ցույց տալ ճանապարհը, նա աղերսում էր, որ Աստված ինքը դառնա ճանապարհը։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Այն պահին, երբ նրա հույսը գրեթե մարել էր, երբ նա պատրաստ էր ընդունել իր պարտությունը, խուցը լցվեց մի աննյութական, ոչ երկրային լույսով։ Դա մոմի լույս չէր, ոչ էլ արևի շող, դա մի լույս էր, որը չէր տաքացնում, այլ այրում էր հոգին, մաքրում էր բոլոր կասկածներն ու վախերը։ Մաշտոցը բարձրացրեց աչքերը, և նրա շունչը կտրվեց։ Նրա առջև, խցի քարե պատին, նա տեսավ ոչ թե պատկեր, այլ տեսիլք։ Մի լուսեղեն ձեռք, որը կարծես հյուսված լիներ հենց այդ աստվածային լույսից, սկսեց գծել օդում։ Եվ այդ ձեռքի յուրաքանչյուր շարժումից հետո քարե պատի վրա հայտնվում էր մի նշանագիր՝ կատարյալ, ներդաշնայակ և անսահման իմաստալից։ Այդ տառերը կենդանի էին, նրանք պարունակում էին հայոց լեռների ամրությունը, գետերի հոսունությունը, հայ մարդու հոգու խորությունը։ Ա, Բ, Գ։ Մաշտոցը սարսափի և զմայլանքի խառնուրդից քարացել էր։ Նա տեսնում էր ոչ թե պարզապես տառեր, այլ տեսնում էր իր ժողովրդի փրկության բանալիները։ Յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր կորություն ուներ իր աստվածային տրամաբանությունը։ Սա մարդկային մտքի արդյունք չէր, սա հայտնություն էր, սա Աստծո պատասխանն էր իր ժողովրդի դարավոր աղոթքներին։
Տեսիլքը տևեց ընդամենը մի քանի ակնթարթ, բայց Մաշտոցի մտքում այն դաջվեց հավերժ։ Երբ լույսը անհետացավ և խուցը նորից ընկղմվեց մթության մեջ, Մաշտոցը դողացող ձեռքերով վերցրեց գրիչն ու մագաղաթը։ Նրա հիշողության մեջ տպավորված տառերը, 36 սուրբ նշանները, մեկը մյուսի հետևից հայտնվեցին թղթի վրա։ Նա չէր հորինում, նա արտագրում էր երկնքից։ Այդ պահին նա խորը հոգևոր ցնցում ապրեց։ Նա հասկացավ, որ ինքը ընդամենը գործիք էր Աստծո ձեռքում։ Այս այբուբենի հեղինակը ինքը չէր, հեղինակը Սուրբ Հոգին էր։ Եվ այս գիտակցումը նրան լցրեց անսահման խոնարհությամբ և միևնույն ժամանակ տիտանական ուժով։ Նա այլևս չէր կասկածում։ Նա գիտեր, այս տառերով պետք է գրվեր Աստվածաշունչը, այս տառերով պետք է ձևավորվեր հայ հոգին։ Ամեն ինչ փոխվեց։ Պատմության ընթացքը շրջվեց այդ փոքրիկ մութ խցում։ Մաշտոցի վերադարձը Հայաստան նման էր հաղթական զորավարի վերադարձի, որը ճակատամարտից հետո բերում է ոչ թե ռազմավար, այլ մի ամբողջ ազգի ապագան։ Նա իր հետ բերում էր ոչ թե ոսկի ու արծաթ, այլ մի բան անհամեմատ ավելի թանկ՝ հայոց այբուբենը։ Երբ նա վաղարշապատում ներկայացրեց աստվածատուր գրերը Սահակ Պարթևին և Վրամշապուհ արքային, ուրախությունը սահման չուներ։ Թվում էր, թե բոլոր խոչընդոտները հաղթահարված են և մնում է միայն սկսել լուսավորության մեծ գործը։ Բայց ոչ։ Երբ այբուբենը ներկայացվեց եկեղեցական լայն ժողովին, որտեղ հավաքվել էին Հայաստանի բոլոր թեմերի առաջնորդները, սկզբնական խանդավառությանը հաջորդեց թերահավատության սառը սողացող շունչը։ Հունամետ եպիսկոպոսները, որոնք ստիպված էին լռել Դանիելյան գրերի ձախողումից հետո, այժմ նոր առիթ գտան իրենց դժգոհությունը արտահայտելու։ Նրանց առաջնորդը մի խիստ և կրթված, բայց հոգով օտարացած արքեպիսկոպոս, որի անունն էր Ակակիոս, ոտքի կանգնեց։ Նրա հայացքը սառն էր, իսկ ձայնը կտրուկ։ «Հայր Մեսրոպ», ասաց նա սառը հեգնական ձայնով, որը կտրեց տակյարի լռությունը։ «Մենք բոլորս հիացած ենք ձեր նվիրումով և անխոնջ աշխատանքով, բայց դուք մեզանից պահանջում եք հավատալ մի անհավանական պատմության։ Դուք ասում եք, որ այս գրերը ստացել եք տեսիլքով։ Ինչպես կարող ենք մենք, հայոց եկեղեցու սյուները, մեր ազգի ողջ հոգևոր ապագան կառուցել մի երազի վրա։ Որտեղ է ապացույցը, որ սա Աստուծուց է և ոչ թե ձեր տենդագին երևակայության կամ Աստված մի արասցե սատանայական խաբկանքի արդյունքը»։ Այս խոսքերը որպես սառը ցնցուղ լցվեցին ներկաների վրա։ Ամբողջ եկեղեցին սառեց։ Հարցը դրված էր ուղիղ և դաժան։ Դա մարտահրավեր էր ոչ միայն Մաշտոցին, այլև հենց հրաշքի գաղափարին։ Մաշտոցը չվրդովվեց։ Նրա դեմքը հանգիստ էր, ինչպես լեռնային լիճը անգամի օրը։ Նա նայեց ոչ թե հարց տվողին, այլ ժողովի խորքը, կարծես փնտրելով իր ժողովրդի հոգին։ «Ապացույց եք ուզում, սրբազան հայր», պատասխանեց նա հանգիստ, բայց ամուր ձայնով, որը լսելի դարձավ տաճարի ամենահեռավոր անկյունում։ «Ապացույցը դեռ չկա, բայց այն կլինի։ Ապացույցը կլինի այն ժամանակ, երբ այս տառերով գրված Աստծո խոսքը կմտնի հայ մարդու սիրտը և այնտեղ արմատ կձգի։ Երբ հովիվը սարերում կկարողանա կարդալ Սաղմոսը և գյուղացին իր խրճիթում կլսի Քրիստոսի պատգամները իր մայրենի լեզվով, ապացույցը կլինի մեր ժողովրդի հոգևոր վերածնունդը»։ Այս պատասխանը բաժանեց ժողովը երկու մասի։ Մի կողմում էին Սահակ Պարթևը, երիտասարդ և եռանդուն աշակերտները, ինչպիսիք էին Եզնիկ Կողբացին և Հովանես Մանդակումին, որոնք անմիջապես ընդունեցին գրերի աստվածային ծագումը։ Նրանք դարձան Մաշտոցի նոր դաշնակիցները։ Մյուս կողմում էին պահպանողականները, որոնք պահանջում էին տեսանելի, շոշափելի ապացույցներ և վախենում էին նորամուծություններից։ Հակամարտությունը մտել էր իր ամենավճռական փուլը։ Այժմ պայքարը գնում էր ոչ թե այբուբենի, այլ հավատքի համար։ Եվ Մաշտոցը գիտեր, որ այդ հավատքը պետք է նվաճել ոչ թե խոսքերով, այլ գործով։ Անհրաժեշտ էր ստեղծել մի բան, որը կլռեցներ բոլոր թերահավատներին։ Այլևս ժամանակ չկար վեճերի և կասկածների համար։ Ոգեշնչված աստվածային հայտնությունից և զինված Սահակ Պարթևի անվերապահ աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը ձեռնամուխ եղավ իր կյանքի գլխավոր գործին։ Նա հավաքեց իր շուրջը ամենաընդունակ և նվիրյալ աշակերտներին, ստեղծելով մի հոգևոր բանակ, որը պատմության մեջ մտավ Սուրբ Թարգմանիչներ անունով։ Վաղարշապատը վերածվեց հոգևոր մեղվանոցի, որտեղ յուրաքանչյուրը գիտեր իր գործը և պատրաստ էր կյանքը դնելու հանուն ընդհանուր նպատակի։
Առաջին բանը, որ նրանք արեցին, ուղղակի բախում էր անգրագիտության հետ։ Մաշտոցն իր աշակերտներին ուղարկեց Հայաստանի բոլոր կողմերը, դպրոցներ հիմնելու և նոր այբուբենը ուսուցանելու։ Դա իսկական լուսավորչական շարժում էր։ Բայց գլխավոր ճակատամարտը տեղի էր ունենում Մատենադարանի լուռ պատերի ներսում։ Այստեղ սկսվեց Աստվածաշնչի թարգմանության տիտանական աշխատանքը։ Դա պարզապես տեխնիկական գործընթաց չէր, դա աղոթք էր, սրբազան արարողություն։ Յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր նախադասության շուրջ թեժ բանավեճեր էին ընթանում։ Նրանք համեմատում էին հունարեն 70-ից թարգմանությունը ասորական Պեշիտտայի հետ, փորձելով գտնել ամենաճշգրիտ և միևնույն ժամանակ ամենահայեցի, ամենահոգեհարազատ տարբերակը։ Եզնիկ Կողբացին իր փիլիսոփայական խորը գիտելիքներով պատասխանատու էր աստվածաբանական ամենաբարդ հասկացությունների ճշգրիտ փոխանցման համար։ Եվ ահա ծնվեց առաջին հայերեն նախադասությունը գրված մաշտոցյան տառերով։ Դա Սողոմոնի առակաց գրքի առաջին խոսքերն էին. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանց հանճարոյու»։ Այս նախադասությունը դարձավ նրանց դրոշը։ Այն ոչ միայն թարգմանություն էր, այլև ծրագիր՝ ճանաչել իմաստությունը, հասկանալ հանճարի խոսքերը։ Այն դարձավ հայ գրականության և մտքի ելակետը։ Հունամետների դիմադրությունը շարունակվում էր, բայց այժմ այն ավելի թաքնված բնույթ էր կրում։ Նրանք փորձում էին սխալներ գտնել թարգմանության մեջ, մեղադրել թարգմանիչներին հերետիկոսական մտքեր տարածելու մեջ, բայց նրանց ջանքերը զուր էին։ Թարգմանությունը այնքան կատարյալ էր, այնքան ճշգրիտ և միևնույն ժամանակ այնքան պոետիկ, որ շատ արագ սկսեց նվաճել մարդկանց սրտերը։ Ժողովուրդը վերջապես լսեց Աստծո խոսքը իր մայրենի լեզվով, և դա հոգևոր հեղափոխություն էր։ Թարգմանությունը ստացավ թարգմանությունների թագուհի անվանումը, որպես վկայություն իր անգերազանցելի որակի։ Այս աշխատանքը ոչ միայն լեզվական հրաշք էր, այլև հոգևոր։ Այն դարեր շարունակ ամրապնդեց քրիստոնեական հավատքը Հայաստանում։ Այն դարձավ հայ գրականության, աստվածաբանության և պատարագի հիմքը։ Հայերեն Աստվածաշունչը դարձավ այն հոգևոր հայերին, որի մեջ հայ ժողովուրդը տեսավ իրեն, ճանաչեց իր առաքելությունը և գտավ իր ճանապարհը պատմության քարուղիներում։ Սուրբ թարգմանիչների գործը դարձավ այն ամուր հիմքը, որի վրա կառուցվեց հայ քրիստոնեական քաղաքակրթությունը, և նրանց անունները հավերժ մնացին հայ ժողովրդի հիշողության մեջ, որպես լույսի և իմաստության ջահակիրներ։ Թարգմանչած սուրբ գործը հասել էր իր գագաթնակետին։ Զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում, ընդամենը մի քանի տարում, Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և նրանց աշակերտները կարողացան ավարտին հասցնել Աստվածաշնչի ամբողջական թարգմանությունը։ Երբ վերջին գիրքը՝ Հայտնությունը, թարգմանվեց, Վաղարշապատում մեծ տոնախմբություն կազմակերպվեց։ Բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջում էին, և ժողովուրդը ցնծում էր։ Սա ոչ միայն կրոնական, այլև ազգային հաղթանակ էր։ Հայ ժողովուրդը վերջապես ստացավ իր հոգևոր սեփականությունը, Աստծո խոսքը իր մայրենի լեզվով։ Հունամետ եպիսկոպոսները, տեսնելով թարգմանության ամբասիր որակը և ժողովրդի անսահման ոգևորությունը, ստիպված եղան լռել։ Նրանցից շատերը, խորապես զգալով իրենց սխալը, խոնարհվեցին Մաշտոցի և Սահակի առջև, խնդրելով ներում։ Ակակիոս արքեպիսկոպոսը, որն ամենից շատ էր ընդդիմանում, հրապարակավ ապաշխարեց, ընդունելով, որ իր կասկածները բխում էին ոչ թե հավատքի պակասից, այլ մարդկային հպարտությունից։ Եկեղեցու միասնությունը վերականգնվեց, և այն դարձավ ավելի ամուր, քան երբևէ։ Թարգմանության ավարտից հետո սուրբ թարգմանիչները չդադարեցին իրենց գործունեությունը։ Նրանք սկսեցին թարգմանել նաև եկեղեցու հայրերի՝ Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազյանզացու և Հովան Ոսկեբերանի աշխատությունները, ստեղծելով հարուստ աստվածաբանական գրականություն։ Հայաստանը վերածվեց մշակութային և հոգևոր զարթոնքի կենտրոնի։ Մատենադարանը, որը հիմնադրվել էր որպես ձեռագրերի պահոց, սկսեց արագորեն հարստանալ նորանոր գրքերով։ Հայերեն Աստվածաշունչը դարձավ հայ գրականության, աստվածաբանության և պատարագի հիմնաքարը։ Այն ոչ միայն կրոնական տեքստ էր, այլև ազգային ինքնության խորհրդանիշ, հոգևոր ուժի աղբյուր, որն օգնեց հայ ժողովրդին դիմակայել պատմության ամենադաժան փորձություններին։ Այսպիսով, մի քանի նվիրյալների հավատքի և աշխատասիրության շնորհիվ մի ամբողջ ազգ փրկվեց հոգևոր անգրագիտությունից և ձուլման վտանգից։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սուրբ Սահակ Պարթևի ստեղծած հոգևոր ժառանգությունը դարձավ այն լույսը, որը դարեր շարունակ լուսավորեց հայ ժողովրդի ուղին։
Նրանց գործը ապացուցեց, որ երբ մարդկային ջանքերը միավորվում են աստվածային ոգեշնչման հետ, անհնարինը դառնում է հնարավոր։ Սիրելի բարեկամներ, այս պատմությունը մեզ մի քանի կարևոր հոգևոր դաս է տալիս։ Առաջինը՝ մայրենի լեզվով Աստծո խոսքին հասանելիության անգնահատելի կարևորությունը։ Երկրորդը՝ նվիրված ծառայությունը Աստծուն և սեփական ժողովրդին կարող է հրաշքներ գործել։ Եվ երրորդը՝ Աստվածաշունչը ոչ միայն հոգևոր իմաստության աղբյուր է, այլև ազգային ինքնության պահպանման ամենահզոր զենքը։ Կիսվեք մեկնաբանություններում, թե այս պատմության որ դրվագը ձեզ ամենաշատը հուզեց, և ինչ կանեիք դուք, եթե հայտնվեիք Սուրբ թարգմանիչների փոխարեն, ինչպես կպայքարեիք ձեր ժողովրդի հոգևոր լուսավորության համար։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։